Նորանկախ Հայաստանի այրերը գիտակցում էին. Հայաստանի Հանրապետությանը բանակ է պետք։ Իսկ մինչ այդ սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը, ձևավորվել էին կամավորական ջոկատներ, ազատամարտիկներն իրենց միջից ընտրել էին ամենաբանիմացներին, ամենահամարձակներին, որոնք էլ վարում էին Արցախի բնակավայրերն ազատագրելու մարտերը։ Արցախի տեղը չիմացողները նախնյաց արյան կանչով նետվեցին Արցախի ազատագրման թեժ կռիվների մեջ։ Հայկական բանակի կազմավորման գործընթացը սկսվել է 1988-ի փետրվարից, Արցախյան շարժման առաջին օրերից։ Բայց հայոց բանակը պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին։ Դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Մենք այդ բառը տանել չեմ կարողանում, մազապուրց, այսպես զոհի հոգեբանությունից սկսեցինք եւ երջու եկան մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր։ Մենք իհարկե ագրեսոր չենք, ամենևին կավլիցի, բայց ագրեսորի անգամ մականունը ինձ ավելի հոգեհարազատ է, քան թե մազապուրցի։ Ես ատում եմ մազապուրց բառը, ես չեմ ուզում մազապուրց լինել։ Հանեք այդ հպարտությունը, հանեք գաղափարը, տակը բան չկա։ Ես կռվում եմ գաղափարի համար, նպատակի համար։ Համայն հայությունը 30 տարի հայոց բանակն անվերապահորեն համարել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավոր։ Դա ապացուցված փաստ է։ Ադրբեջանը դրանում համոզվել է, երբ դիվերսիոն գործողություններ, ռազմական ոտնձգություններ է իրականացրել ու ամեն անգամ ջախջախվել։ Բանակում չծառայած Փաշինյանը տարածաշրջանում ամենամարտունակ բանակի ուժին եւ ունակություններին ծանոթացավ 2020 թվականի հուլիսին, երբ Հայաստանի զինված ուժերի 3-րդ կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ մեր զորքը Տավուշյան մարտերի ժամանակ արժանի հակահարված հասցրեց թշնամուն։ Մարտական խաչ առաջին աստիճանի իշխանագիրների շարքում է նաև 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրագարկ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրավասն վերլուծությունից բխող հետևություն։ Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր եւ Տավուշում եւս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը։ Հայոց բանակի նկատմամբ մեր հավաքական հարգանքին հակառակ, հենց պատերազմի օրերին երկրի առաջին տիկնոջ մակարդակով զինվորականությունը նսեմացվեց մի քանի վայրկյանում, մի քանի կեղծ ու բեմադրված լուսանկարով։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանն իրեն հռչակեց տարածաշրջանում ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։ Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքերից Փաշինյանը հրահանգեց կասկա ժիլետ վերցնել ու գնալ Արցախը պաշտպանելու։ Հետո նա սկսեց բանակի գործառույթները փոխել, իսկ զինված ուժերում ոչ ոք չընդդիմացավ նրա ոչ կոմպետենտ որոշումներին, ոչ ոք չհակադարձեց։ Ով էլ ընդվզեց, հետապնդման ենթարկվեց։ Հետո եկավ այն օրը, երբ հայտարարվեց սահմանին զինվոր չպետք է կանգնի, դա խաղաղությանը վնաս է։ Որովհետև մենք ուզում ենք ունենանք սահման եւ սահմանապահներ։ Որտեւ պատերազմը այն չի, քանի դեռ եթե զինվորը կանգնած է սահմանին, հարգելի ժողովուրդ, այսօր ասում են մենք խաղաղություն ապահովեցինք։ Քանի սահմանի զինվորը կանգնած, դա խաղաղություն չի։ Եկան ավելի վատ թարորեր, երբ լսեցինք բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Բանակը պետք է նաև ոչ թե ինչ-որ առումով, այլ հստակ մեր քաղաքական եւ ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում տարածաշրջանային իրադրության եւ այդ թվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի։ Հայաստանի ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կիլոմետր թշնամին զավթել է,
ու մեր զինվորն այսօր անցնում է Հայաստանի տարածքում դրված ադրբեջանական դիրքերի կողքով։ Զինվորական կրթություն չունեցող ռազմական ճանապարհ չանցած նախարարը հայտարարեց. Ընտրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու։ Հետո հայտարարվեց, որ մարտունակ բանակը մեզ վնաս է։ Մարտունակ բանակը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը, որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Զինվորը հայի համար բարձրագույն արժեք է, հայրենիքի, պետության, ազգային արժանապատվության հավաքական խորհրդանիշ։ Այդ հավաքական խորհրդանիշը մեզնից խլել են, պլանավորված պարտությամբ երկրային հզոր բանակը մերածել երկրային դավաճանված ու սպանդի մատնված զորքի։ Այսօր մենք հուներ բանակը հոգեպես, բարոյապես, արժեհամակարգով եւ գաղափարաբանությամբ համեմատելու ոչ մի եզր չունենք այն ժողովրդի ու այն բանակի հետ, որ կայինք եւ ունեինք 34 տարի առաջ։ Երբ բանակ ստեղծողն ու Արցախ ազատագրողը երբեք չէր թույլ տա ինքն իրեն հռչակել գերագույն գլխավոր հրամանատար, չէր թույլ տա մարտունակ բանակը վերածել բուտաֆորիայի, կմեռներ կանգնած, բայց չէր ապրի սողալով։ Agnes Beni, tu le sok